կոալիցիայի մեջ անլեգալ իշխանություն է, որը զավթել է իշխանությունը ժողովրդից, ընտրակեղծարարությամբ, ձայնագողությամբ, էթնիկ զտմամբ, Արցախում ցեղասպանության հանցակցությամբ, ինչպես նաև սահմանադրական կարգը մի քանի անգամ տապալելով, այսինքն մեր տարածքները, Գորիս-Կապան ճանապարհը, Տավուշի տարածքները առանց մեզ զգուշացնելու, հանձնելով, ինչպես նաև եկեղեցու վրա սահմանադրության 17-րդ հոդվածը, 18-րդ հոդվածը ոտնահարելով։ Այսինքն մենք գործ ունենք մաֆիայի ահաբեկչության դեմ, պայքարի մեջ ենք, ու այս գործը հատկապես հատկանշական է նրանով, որ անմեղավորսության այս բնույթը շատ ավելի ընդգծում հենց այս մարդու նկատմամբ, որ կրկին բռնել են։ Սրանց մոտ բան է, չէ՞, նորից չեն բռնում են կրկին։ Նայեք, Ավետիք Չալաբյանին մի անգամ արդեն 2022 թվականին գլխին գործ էին սարքել եւ ազատազրկել էին։ Այդ ազատազրկելու ժամանակ մի քանի ամիս ինքը մնաց ազատազրկված։ Հետո դատարանի դահլիճից իրեն բաց թողեցին, արդարացրեցին, ասեցին դե այդ օրենքը, չգիտեմ, այդ բան Վենետիկի հանձնաժողովն էր գնահատական տվել այդ օրենքին, որ համապատասխան չի բան նորմալությանը, ու բաց թողեցին։ Հիմա փաստորեն այդ մարդը իր կյանքի մի քանի ամսից զրկվել է։ Ո՞վ է պատասխան տալու այդ մարդուն ապօրինի իր կյանքից ազատազրկելու համար։ Արտաբյուջետային թոշակ են բարձրացնում, արտաբյուջետային առողջապահական հարցեր են լուծում, ապահովագրություն են անում որպես ընտրակաշարք ընտրություններից առաջ։ Իսկ այս մարդկանց այս տարիների 8 տարիների արդեն քաղ հալածյալներին, քաղ բանտարկյալներին այդ կյանքի կորուստները ով է փոխհատուցելու։ Մենակ Ավետիք Չալաբյանի մասին չի խոսքը։ Արմեն Աշոտյանը եւս կրկնակի բան է, չէ՞, կալանավորված է։ Հիմա այս անմեղավորսը դադարեցնելու համար երկու տարբերակ կա։ Օրինակ Ստալինյան ժամանակաշրջանում Ստալինը իր կյանքից հեռացավ, Խրուշչովը եկավ, ձնհալը սկսվեց, այնտեղ մեղավորներին պատժեցին այդ 37 թվի բռնաճնշումների համար եւ 37 թվի մարդկանց արդարացրեցին։ Մյուս ճանապարհը հեղափոխությունն է։ Եթե ժողովրդից վերցրել են իշխանությունը, չէ՞ սահմանադրության երկրորդ հոդվածն, տեսանք ոնց ձայները գողացան իրանց այդ բանով, կենտրոնական ընտրականով եւ այլն։ Ուրեմն պետք է ժողովրդին վերադարձնել իշխանությունը։ Ժողովուրդը պետք է վերադարձնի իշխանությունը։ Նշում է, եթե ձայները գողացված են, կեղծված են, ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց, լծվել հրապարակներին։ Նախ եւ առաջ ինքը պարտավոր է իր թաթիկները կտրի, որովհետեւ ինքը ասել է, դա կա արձանագրված, որ եթե ես ձայն գողանամ, թաթիկներս կտրելու եմ։ Երբ որ ինքը իր թաթիկները կկտրի, այդ ժամանակ ժողովուրդը կորոշի, ժողովրդի որոշելիքն է, թե ինքը երբ է իր իշխանությունը վերադարձնելու։ Քանի որ մենք գործ ունենք մաֆիայի հետ, ահաբեկչական խմբավորման հետ, ժողովուրդը պետք է իմաստուն լինի, հասկանալու համար, թե երբ պետք է վերադարձնի ինքնին իշխանություն։ Բայց կրկնում եմ, այս պահին նախ եւ առաջ ժողովուրդը սպասում է, որ իրենք իրենց խոստումը կատարեն, կտրեն իրենց թաթիկները, ինչպես խոստացել են, եթե պետք է բարոյական աջակցություն էլ դրա համար կցուցաբերվի ժողովրդի կողմից, դրանից հետո արդեն ժողովուրդը կսկսի իր բանը վերականգնել։ Իսկ թե ինչպես պետք է դա տեղի ունենա, կարող եք նայել Նիկոլ Փաշինյան գործչի Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցը, թե նա սենց դասագրքային բացատրում է, թե ինչպես է պետք ինչ է պետք անել, որպեսզի ժողովուրդը վերադարձնի իրեն իր իշխանությունը։ Իշխանության տրամաբանությունը կամ բացատրությունը, օրինակ դուք նշում եք, որ առողջապահության պարտադիր ապահովագրությունը, թոշակների բարձրացումը դա ինքնին ընտրակաշարք է։ Իրենք էլ ասում են դա ոչ թե ընտրակաշարք, այլ ծրագրեր ա, որոնք մենք իրականացրել ենք ներողություն ու ի տարբերություն ընդդիմության մենք ոչ թե հարկադրել ենք, որ սրա դիմաց գնացեք մեզ ձայն տվեք, այլ պարզապես մենք իրականացրել ենք ծրագիր։ Հիմա եթե ընտրողը որոշի, որ մեզ դրա համար պետք է ձայն տա, ինչու՞մն է խնդիրը։ Ահա, դուք հարկ վճարում եք, ճիշտ է։ Դուք ժողովրդի մաս եք, որ իշխանությունը պատկանում է ձեզ։ Մենք բոլորս այստեղ, դուք, ես, մեր օպերատորները, կանգնած մարդիկ, այստեղ ովքեր եկել են աջակցելու։ Հայաստանի Հանրապետությունում երկրորդ հոդվածը սահմանում է։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդ իշխանությունը իրացնելու համար նա ազատ ընտրությունների հանրաքվեի միջոցով իրացնում է այդ բանը, իշխանությունը։ Հիմա դրա համար ժողովուրդը ընտրել է խորհրդարան։ Այդ խորհրդարանը իր մեջից ընտրում է վարչապետ։ Վարչապետը
ստեղծում է կառավարությունը ամեն տարի բերում է բյուջեի ծրագիրը, ցույց է տալիս խորհրդարանին, ովքեր ուղարկվել են ժողովրդի կողմից ազգային ժողով, եւ խորհրդարանը նայում է այդ բյուջեի ծրագիրը, հասկանում է թե ժողովուրդը իր ընդեղ ուղարկածները ինչ հարկ պետք է վճարեն ինչ ծրագրերի համար եւ հաստատում է ըստեղ իրականանում է ժողովրդի իշխանությունը չէ մենք հաստատեցինք հիմա երբ որ դու արդեն բյուջեն հաստատել ես ու ընտրություններից մի քանի ամիս առաջ արտաբյուջետային հարցեր ես լուծում առանց ինձ ձեզ ոչ մեկին չի ասել դրա մասին չէ չի ասել մենք ձեր հարկերից վերցնելու ենք 10,000 դրամ ավելացնենք թոշակառուներին կամ առողջապահության համար ավելացնենք մեզ ոչ մեկ դրա մասին չի հարցրել դե հա դա մաֆիան առհասարակ երբ որ բաց քարտերով է խաղում ակնհայտ է ինչ է անելու դա հարցի մյուս կողմն է բայց մենք խոսում ենք իրավական պետությունից քանի որ ըստ մեր սահմանադրության Հայաստանը նաև իրավական պետություն է հիմա մեզ չեն ասել որ ձեր հարկը օգտագործելու ենք այս հարցի շուրջ դա հաստատված չի եղել արտաբյուջետային ապօրինություն են իրականացրել հասկանում եք դրա համար է որ այս իշխանությունը առհասարակ մեր ձեր այս բոլորիս կյանքը կառավարելու իրավասություն չունի որտեղ ինքը թռնում է մեր գլխից ինքը սահմանության երկրորդ հոդվածի վրայով թռնելով համ տարածքներն է հանձնում համ ձայներն է գողանում համ արտաբյուջետային այդ ծրագրերն անում որ վերարտադրի իր իշխանությունը համ էլ ասենք ԱԱԾ-ից կարած գնաս փաստորեն կարակ դուք այսօր գնաք օթանավակայան հացն ձեր բանը ձայնագրություններ տեսագրությունները տարածի ու տենց մի հատ ինչ որ մաֆիայի պարագլուխ դուրս գա ասի ԱԱԾ-ն է ինչ կուզի կտարածի բայց չհասկացա բանձի անձեռնմխելիությունը այսինքն սահմանադրության վրա են ընդհանրապես իշխանության թե հայկական ժամանակ թերթի այստեղ անձանցից մեկը